Տեր Հիսուս Քրիստոսի անունով ողջունեմ ձեզ բոլորդ եւ բոլորս բարի եկած եք Աստծո դուրը այս գիրակի գեղեցիկ արաբոդյան մեջ միասին հավաքվելու իր տանը մեջ եւ զինք բաշխելու 40-րդ Սամոսը Դավիթ այսպես կսե սպասելով սպասեցի Տերոջը որ ծրեցավ ինձի եւ լսեցի աղաղակս եւ զիս կորստյան փոսեն դրմանից կավեն հանեց եւ իմ ոտքերս վենի վրա ամրացուց ու իմ քայլերս հաստատեց ու փերանս ծրավ նոր երկը մեր Աստծուն քովությունը շատերը պիտի տեսնեն ու պիտի վախնան ու Տերոջը պիտի հուսան երանի այն մարդուն որ իր հույսը Տերոջը վրա գտնե եւ չի նայիր հպարտներուն եւ սդուճան ետևեն քացողներուն Երաները եւ մեզ եթե մեր հույսը Աստծո վրա գտնենք եւ մեր կյանքը իր ցերկերուն մեջ գահացնենք Եկեք միասին հոդանգայս երկենք երթիվ 102 Երթիվ 102 Song number 102 Իջիր արկահզոր Երթիվ 102 Our major reading is number 5. Ով իմացս օրդները ու այն ամենը, որ իմ ներսիտիս է, անոր սուրբ անունը։ Որ գկավեք ու բոլոր անօրենություններդ ու գբժշկեք ու բոլոր հիվանդություններդ Որ գլեցնեք ու ձերությունըդ բարությունով և կու մանգությունըդ արձիվին բես կնորոգվի։ Անիգա իր ճամպաները Մովսեսի ճանցցուց ու իր գործերը Իսրայելի որդիներուն։
Անիկա մինչև վերջը չհագարագիր և հավդյան ող չի բաղեր։ Հավամորչան, որ երկինք երկրե բարձր է, այնչափ իր ողորմությունը իր մե վախծողներուն վրա զորավոր է։ Ինչպես հայրը գկտա իր որդիներուն վրա, այնպես դերը գկտա իր մե վախծողներուն վրա։ Մարդուն օրերը խոտի պես են, ինչպես տաշտի ձաղիկը, այնպես կձաղկի։ Բայց դերոջը ողորմությունը հավիտյանս հավիտենից իր մե վախծողներուն վրա է, ու անոր արդարությունը որդվոց որդիներուն վրա։ Դերը իր ատորը երկինքի մեջ հաստատեց, ու անոր թագավորությունը ամենուն վրա գտիրը։ Օրտնեցեք դերը, ով անոր բոլոր զորքերը, անոր գամքը կատարող պաշտոնյաները։ Ամեն։ Եկեք միասին հավատենք, Տեր Աստծո։ Շնորհակալ ենք քեզ երկնավոր Հայր, որ մեզի այս օրը շնորհեցիր, մեզի յանք շնորհեցիր, որպեսզի այստեղ հավատվենք, քեզի փառաբանենք, քո անունը բարձրացնենք եւ քեզի վայելենք։ Այստեղ ուքանով Տեր, քեզի մոտենալու, քո խոստումիդ համաձայն, որ անոնք, որոնք քեզի կմոտենան, դու անոնց կմոտենաս։ Այս հավատքով եւ այս ակնկալությամբ եկած ենք քո առջևդ։ Անորաբար գաղութենք, որ այս պաշտամունքը դու առաջնորդես, մեր սրտերը բանաս, ինչ կերկենք, ինչ գաղութենք, ինչ քո խոսքը մտիկ կնենք, այդ բոլորի մեջով դեռ թող քո Սուրբ Հոգին աշխատի մեր սրտի մեջ, որովհետեւ քեզի մոտենանք։ Փառքը, բադիվը, երկրպագությունը քեզի գվայ։ Ամեն։ Բրավո։ Եկեք միասնաբար եկենք երգ 508-ը նստած Psalm 508. Oh
անգամ եւս բարի եկած ենք բոլորս Աստծո տունը։ Ուրախ ենք, որ եկեղեցու գիրակնորյա դպրոցը անգամ եւս սկսավ եւ անգամ եւս իր դռները բացավ։ Աստծո շնորհքով եւ օգնությամբ մեր գիրակնորյա դպրոցը արդեն վերսկսած է իր գործունեությունները։ Կգնահատենք գամավոր ծառայողներուն աշխատանքը եւ գաղութենք, որ դերը զորացնե եւ առաջնորդե զիրենք։ Կկաչորենք, որ այն ծնողները, որոնք մանուկներ ունին, իրենց մանուկները առաջնորդեն բարի սրահը գիրակնորյա դպրոցին մասնակցելու եւ այնտեղ սորվելու Աստծո խոսքեն, նոր երկեր սորվելու եւ իրենց կյանքը նվիրելու Աստծո։ Իր խոսքին համեմատ որ գսե գրթե մանուկը ճամփան սկսած ադենը։ Ուրեմն մանուկները երբ որ իրենց ճամփան սկսին, քալելու սկսին, պետք է սկսին զենք գրթել, այնպես որ գնահատելի է, եթե ծնողները առաջնորդեն իրենց մանուկները դեպի գիրակնորյա դպրոց։ Այսօրվա հյուրասիրությունը հատուկ իմաստ ունի Խաչարյան ընտանիքին համար, որոնք այսօր կդոնեն իրենց ամուսնուին եւ հոր բարոն Ալբերտ Խաչարյանի 90-րդ տարեդարձը։ Եվ կպապակին զայն բաժնեկցին իրենց եկեղեցվով մեծ ընտանիքին հետ։ Շնորհակալություն կհայտնենք եւ այս ուրախ արիթով մեր լավագույն մաղթանքները կփոխանցենք բարոն Ալբերտին։ Թող Տերը զորացնե ինքը երկար կյանքով օժդե եւ իր կյանքի բոլոր օրերու մեջ Տերոջը բարիքները վայելե իր սիրելիներով, զավակներով, թորնիկներով, եկեղեցի մեծ ընտանիքով եւ Աստծո պաշտպանությունը եւ պահպանությունը իր կյանքին եւ իր բոլոր սիրելիներուն վրա ունի։ Դարձյալ շնորհակալություն։ Աստծո խոսքեն գարտարես առաջ պիտի հրավիրեմ Ջոշուա Խաչարյանը, որպեսզի գա եւ Աստծո խոսքեն մեզի հատված մգարտա։ I would like to invite Joshua Khacharyan for him to come and read from the scriptures. Amen. I'd like to read Psalms. And the Psalms is Psalms 127. The Bible says, "Except the Lord build the house, they labor in vain that build it. Except the Lord keep the city, the watchman walketh but in vain. It is vain for you to rise up early, to sit up late, to eat bread of sorrows. For so he giveth his beloved sleep. Lo, children are an heritage of the Lord. The fruit of the womb is his reward. As reward are in the hand of the mighty man, so are children of the youth. Happy is the man that hath his quiver full of them, and they shall not be ashamed, but they shall speak with the enemies in the gate." Ուզեմ աղոթել Ջոշուային համար, այս իր համարձակության համար, որ Աստծո խոսքը մեզի հետ բաժնեկցեցավ, եւ աղոթենք, որ Տերը Ջոշուային պես երիտասարդներ հանե մեր ժողովրդին մեջ, որոնք Աստծո խոսքը երբեք չեն ամշտար հայտարարելու եւ գարտալու։ Ով Տեր աղոթենք Ջոշուային համար, որ իր հետ լաս իր կյանքի բոլոր օրերու մեջ իրեն օգնես, քու խոսքը միշտ քիփերանալ լավ Տեր, որովհետեւ կարողանա զորությամբ հայտարարել եւ քու անունդ բարավորել։ Օրհնես ինքը, բահեպաշտպանես ինքը, իր ծնողքը, իր բարակաները Տեր, իրենց հետ լաս եւ քու օրհնությունդ իրենց տանը վրա։ Հիսուսի անունով աղոթենք։ Ամեն։ Աստղաշուչը պիտի գարտամ Ելից քիրքեն 15-րդ գլխուն 22-ն 26 համարները։ Ելից 15-22-ն 26. I would like to read from the scriptures from the book Exodus, chapter 15, verses 22 to 26. Exodus 15, 22 to 26. Մովսես Կարմիր ծովեն ջամփա հանեց Իսրայելը։ Ուսուրի անապատի ելան։
Երեք օրվան ճամփակացին անաբանին մեջ, բայց ջուր չգտան։ Երբ մերա հասան, չէին գնալ խմել մերայի ջուրերեն, որովհետև թարմ էին։ Անոր անունը Մերա գոչվեցավ։ Ժողովուրդը դրդնջեց Մովսեսին թեմ ասելով. Ինչ խմենք։ Մովսես դերոջը աղաղակեց, եւ դերը անոր փայտ մցուցուց, որ ջուրերու մեջ դրածին պես ջուրերը անուշցան։ Հոն անոնց կարգ կանոն դրավ եւ հոն փորձեց զանոն եւ ասավ. Եթե դերոջը ու աստծույց ցայնին ուշադրությամբ մտի կնես ու ինչ որ անոր արջև շիլակ է ունես եւ անոր պատվիրաններուն ագանջ տնես ու անոր բոլոր կանոնները պահես, այն ախտերեն մեկը քու վրա պիտի չբերեմ, որոնց եգիպտացիներուն վրա բերի, քանզի ես եմ դերը, որ քեզ կբժշկեմ։ Թող դերը օրհնե իր խոսքին ընթերցումը։ Ամեն։ Մեր գլուխները խոնարհեցնենք աղոթի համար։ Սերի եւ աշտերի մեր երկնավոր հայրը, մեր Աստվածը, հայր, որդի եւ սուրբ որդի։ Որքան շնորհակալ ենք քեզ այս առավոտ անգամ եւս, որ մեզի արիթը կտաս քով կովիկալու, քո անունդ փառավորելու եւ մեծարելու։ Որքան փառք ունենք քեզ յոլներ, որ մեզի կյանք կտաս, մեզի արիթը կտաս, որբեսի ալավենի ճանչնակ քեզի եւ ալավենի մոտենանք քեզի։ Անորոման այս միապանությունով այստեղ հավաքված ենք, այն հավատքով եւ այն ակնկալությամբ, որ Սուրբ Հոգին մեր մեջ կներգործե եւ մեզի քեզի կմոտեցնե։ Այստեղ հավաքված ենք քեզի հանդիպելու, այստեղ հավաքված ենք քեզի բաշխելու, քեզի երկրպագելու, քո անունը փառավորելու։ Այստեղ հավաքված ենք ովներ սորվելու, այստեղ հավաքված ենք աղոթելու, այստեղ հավաքված ենք ովներ խոնարհելու քո առջևդ, այստեղ հավաքված ենք նաև խոստովանելու մեր դգարությունները, մեր հանցանքները եւ մեր մեղքերը։ Որ դու կհրավիրես մեզի, քո առջևդ կենալու եւ ճանչնալու թե մենք ով ենք եւ ալամինի ճանչնալու թե դու ով ես, որ մենք մեղավոր անձիկ ենք եւ դու փրկիչ Աստված ես, որում հանցանքները կներես անոնք որոնք քո առջևդ կան խոնարհությամբ, խոստովանությամբ եւ ապաշխարությամբ։ Անորոմանով ընդունե մեր աղոթքները, ընդունե մեր աղաչանքները եւ մեզի նոր կյանք շնորհե։ Մեզի օգնի ովներ, որ կարողանանք ապրել ու կամքիդ համացայն։ Մեզի օգնի ովներ, որովհետեւ սրտությամբ ապրենք, ինչպես դու կբահանչես, ինչպես դու կպատվիրես մեզ։ Մեզի օգնի ովներ հնազանդ սրտեր ունենալու, ինչպես քո որդիդ Հիսուս Քրիստոսը ամբողջությամբ հնազանդեցավ ու սուրբ կյանքիդ եւ կարողացավ իր չարչարանքներեն, իր մահվնեն ետք հարություն անել ու զորությամբ եւ մեր բոլորին կյանք շնորհել, նոր հույս տալ մեզ։ Շնորհակալ ենք քեզ այս գործի համար։ Այստեղ հավաքված ենք ովներ իրարու համար աղոթելու, իրարու կարիքներուն համար, իրարու պետքերուն համար, մեր կարիքներուն համար, մեր հոգերուն համար, որոնց մասին ովներ քո առջևը կբերենք, որոնք քո առջևը կբերենք եւ որոնք կհավանան թե ովներ քեզի համար անգարելի բան չկա, ինչ որ շատ բարականեր մեզի համար դժվար են եւ մեզի համար անգարելի են, քեզի համար կարելի է։ Գաղութենք հիվանդներու համար այս եկեղեցիի մեջ եւ մեր շուրջը գտնվող, որ դու անոնց ովներ օգնության հասնես, ցերկդ երկարես, զորացնես իրենց մարմինը, բժշկություն շնորհես, քու երկնային բժշկությունը շնորհես,
Գաղութենք այս առավոտ մասնավորապես մեր Մարգո կրոջ համար, որ իր հետ ըրնաս։ Շնորհակալ ենք քեզ Ով Տեր, որ իրեն կյանք շնորհեցիր եւ արիթը դվի Ով Տեր, որ կարողանա Ով Տեր իր այդ ֆիզիկական դժվարությունեն դուրս եկել։ Գաղութենք որ իր հետ ըրնաս, իր գողքին կանգնիս, զորացնես իր մարմինը Ով Տեր։ Եվ քո շնորհքդ եւ ողորմությունդ անբագասը լա իր կյանքի մեջ։ Դեր գաղութենք մեր ընտանիքներուն համար, ամուսնական հարաբերություններուն համար, զավակներուն համար, մեր դուներուն համար, որ հովանի լաս, պահես եւ պաշտպանես։ Գուցե երկարես եւ առաջնորդես։ Գաղութենք մեր մարդներուն համար, բադանիներուն համար, երիտասարդներուն համար, որ անոնց պահաբան եւ պաշտպանը լաս։ Մինչ այս աշխարհի մեջ գաբրին, երթան իրենց դպրոցները, երթան իրենց համալսարանները, երիտասարդներ երթան իրենց գործադեղերը, աշխարհի մեջ կմտնեն։ Թունանոց Ով Տեր հովանի լաս, պահես եւ պաշտպանես։ Ամեն տեսակի փորձանքի, ամեն տեսակի արգածե, ամեն տեսակի փորձություններ, ամեն տեսակի թիվային հարցանումները, բահաբան եւ պաշտպանես Ով Տեր։ Գաղութենք աշխարհի խաղաղության համար, որտուն Ով Տեր ցերկդ երկարես եւ ողորմություն ունես այս աշխարհին։ Եվ քու սերը կապես Ով Տեր, մարդկանց վրա։ Գաղութենք Ով Տեր այս երկրին համար, Կանադայի համար, կառավարիչներուն համար, որովհետեւ իմաստությունը չնորես, որովհետեւ այս երկիրը կառավարեն քու իմաստությունով, քու խոսքով եւ քու պատվիրաններով։ Գաղութենք մեր ժողովրդին համար, Հայաստանի համար, հայ ժողովրդին համար եւ հայրենիքի մեջ եւ ամբողջ սպիրտի մեջ, որով դեր մեր ժողովուրդը պահես եւ պաշտպանես երևելի եւ աներևույթ թշնամիները եւ շնորհ կտաս, որ մենք իբրև հայ ժողովուրդ մեր սիրտը քեզի դարձնենք, մեր հավատքը թեպի քեզի ուղենք Ով Տեր եւ վստահենք քեզի, օգնե մեզ Ով Տեր իբրև մեկ ժողովուրդ, որպեսզի հավատքը քրիստոնեական հավատքը անգամ եւս վարի մեր մեջ։ Դեր շնորհակալ ենք քեզ ամեն բանի համար։ Եկող շաբաթը քեզի հանձնենք, որ դու առաջնորդես մեզ։ Եվ այս պաշտամունքի մնացած բահերը հանձնենք քեզի։ Խոսքին համար գաղութենք Ով Տեր, որ դու մեր ականջները բանաս եւ այստեղ են կառուցված խոսքը կարողանանք մեր սրտի մեջ բահել եւ բդղադուր գանք քո անունդ փառավորելով եւ մեծարելով։ Փառքը, բադիվը, երկրպագությունը գվայել է քեզ։ Ալելույա։ Ամեն։ Եկեք միասին ոտքի վրա ելնենք եւ 552 Psalm 552 Amazing,
Երբ քիչ առաջ կգարտայինք փոխադարձ ընթերցումը եւ եթե նկատեցիք, գարտացինք Սամոս 103-ը, որ գսե ով իմացս օրհնեդերը եւ այն ամենը, որ իմ ներսիտիս է ամոսում անունը, ով իմացս օրհնեդերը եւ ամոր բոլոր բարերարությունները մի մորնա, որ գկավե բոլոր անօրենություններդ, գբժշկեք ու հիվանդություններդ, գբրգեք ու կյանքդ ապագանութենե, գբստակեք ես ողորմությունով, գտությունով, գլեցնեք ու ձերությունդ հարությունով եւ կոմանդությունդ արզիվի պես դոնորով։ Որքան պատճառներ կան Աստծո անունը քովելու եւ բարավորելու։ Եվ եթե հարցնեմ ցեզի, որքան բաներ կրնակ հիշել ձեր կյանքի ընթացքին, որ Աստված միջամտած է, Աստված այցելած է ձեզի եւ իր բարիքները շնորհած է։ Գաբրիկ աշխարհի մեջ, որ ցավը, հիվանդությունը, մահը, գդրվածությունը, ցախողությունը մեր կյանքի անբաժան բաժինն է։ Օրը ուրախ կլանք, հաջորդ օրը դխուր կլանք։ Օրը դխուր կլանք, լուր մգարնենք եւ ուրախանանք։ Եվ ասիկա իրականություն է մեր կյանքի մեջ։ Բայց բոլոր բարականերու մեջ Աստված իր զավակներուն մինակ չի ցիկեր։ Ինչպես մեր ուրախության մեջ Աստված բաժնեգից է մեզի, նաև մեր ցավի եւ դալամանքի մեջ Աստված մեր ողքին է։ Իր խոսքը գսե, որ անիգա հերու չէ, այն մարդեն, որոնց սիրտը գոդրված է։ Հիսուս իր աշակերտներուն ասավ, ձեր դխրությունը ուրախության մի փոխվի։ Երբ որ իրենց հայտնեց, որ ինքը գերտար չարչարվելու եւ մահանալու, եւ ետքը հարություն անելու, եւ իրենց հստակորեն ասավ, որ դուք պիտի դխրիք, աշխարհ պիտի ուրախանա, բայց ձեր դխրությունը ուրախության մի փոխվի։ Աստված հերու չէ ցավեն եւ դարաբանքեն։ Հիսուս ինքը լերանքարոզին մեջ ասավ, երանի անոնք, որոնք հսկան, երանի սկավորներում, որովհետև անոնք մխիտարություն ունի գտնեն։ Աստված հոն է մտնելու մեր կյանքի ամեն տեսակի մանրամասնություններում մեջ, օգնելու մեզի, եւ այդ բոլոր մեր կյանքի մեջ եկած ցավեն եւ դարաբանքեն մեզի բժշկելու։ Անոնոմալ այսօր միասին պիտի խորհրդածենք հետևյալ նյութը։ Աստված մեր բուժիչն է, Աստված մեր բժիշկն է, Աստված մեր բժշկողն է։ Աստված մեր ներքին աշխարհը կբժշկե, Աստված մեր սկացական աշխարհը կբժշկե, Աստված մեր հոգևոր աշխարհը կբժշկե, եւ գարկ հատուկ բարականով նաեւ Աստված կբժշկե մեր ֆիզիկականը։ Ինչպես գարտացինք այսօրվա հատվածին մեջ, որ Մովսես Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսեն հանեց, Մովսեսի առաջնորդությամբ ելան, եւ 3 օր անաբադի մեջ մտդելեն ետ ծարավցան։ Եվ այնտեղ ջուր մկդան, բայց ջուրը լեղի էր։ Եվ adorաբար այդ տեղին անունը Մերիբա կոչեցին։ Մերիբա մր, արաբերենով մր, ինչ կնշանակե լեղի, չի խմբել։ Եվ Աստված Մովսեսին, Մովսես նախ սկիզբ Աստծո ասավ, ինչ ունեմ,
Աստված ասավ այնտեղ գաղտակ կա ջուրին մեջներ է։ Եվ այնպես նրանով ջուրերը ամուսան ասո հրաշքը երերցավ եւ Աստված այնտեղ իրենց խոստումներ տվավ։ Եվ էական խոստումը այն էր, որ ես եմ դերը, որ քեզի կբժշկեմ։ Ինչպես որ այս ջուրի ներողությունը բժշկեցի եւ դու կարողացար խմել եւ ապրել, այնպես էլ ես դերս այն Աստվածն եմ, որ քեզի կբժշկեմ, որովհետեւ կարողանաս ապրել։ Եվ Աստված ոչ թե միայն ասավ, որ քեզի կբժշկեմ, այլ ասավ ես բժիշկ եմ։ Ես բժիշկ եմ։ Ռաֆա եբրայերենով։ Իմ անունս Ռաֆա է ասավ։ Ես բժիշկ եմ։ Ինչպես մենք բնականաբար, երբ որ ֆիզիկական խնդիր ունենանք, բժշկի գերտենք, կամ հիվանդանոց գերտենք։ Այն անգարությամբ, որ բժիշկը և թեղերը մեզի ավելի պիտի առողջացնեն։ Եվ ասիկա բնական է, որ այդպես տնենք։ Անոնհամար բժիշկներ գոյություն ունին, անոնհամար հիվանդանոց կա, անոնհամար թեղեր կան, որպես մենք ավելի լավ ապրենք։ Ժամանակին այդպես չէր, ժամանակին մարդիկ ավելի գարժ էր իրենց կյանքը, որովհետև բժիշկները քիչ էին, շատ թեղ չկար, եւ գիտությունը այսքան հարաճ կացած չէր։ Այսօր գիտությունը հարաճ կացած է, բժիշկները շատ են, եւ մենք իբրև հավատացյալներ գոկտվինք այս իրականությունեն, բժիշկներով երթանք, թեղերը կառնենք եւ այդպես պետք է որ տնենք։ Մեր աղոթքի գողքին պետք է որ երթանք եւ մեր բուժումը գտնենք։ Հիսուսի կյանքին երբ որ գնայինք, Հիսուսի կյանքը լեցուն եղավ, իր առաքելությունը լեցուն եղավ բժշկություններով։ Ուր որ գնաց, բժշկական իր գործը անպագաշ չեղավ։ Եվ ընդհանրապես կտեսնենք ֆիզիկական բժշկությունները։ Մեկումը անդամալությունը ոտքի հանել տվավ, գույրի աչքերը բացավ, խորի մարգանչները բացավ եւ այլն եւ այլն։ Բայց այսօր գողքին Հիսուս չի բավարարվեցավ միայն ֆիզիկական բժշկությունը անել, այլ նաեւ ներքին բժշկությունը։ Մարկոս 12-ի մեջ այդպես կգարտանք եւ հիմա ապովրա ավելի պիտի գեցորնամ։ Մարկոս 2-ի մեջ նորոջ, Մարկոս 2-ի մեջ։ Ուրեմն անդամանույց մարդ մգար, որ իր բարեկամները լսեցին, որ Հիսուս այդ քաղաքի մեջն է եւ այդ 4 բարեկամները ամեն մեկը մահիճին ձայնը բռնելով Հիսուսի դարին։ Գիտեք պատմությունը, այդքան խջողված էր, չի գցան մտցնել դունը, ուրեմն դանիքեն մտցուցին, դանիքը բացին եւ մտցուցին։ Եվ այդ մարդը իր մահիճով ճիշտ Հիսուսի առջև իջավ։ Այդ վարքյանին ճիշտ է, որ Հիսուս ըսավ մարդուն եւ մահիճը կար ելիր եւ դու մտքել։ Բայց ակի առաջ շատ կարևոր բան ուղղան այս։ Առաջ որ Հիսուս այս մարդուն ֆիզիկականը բժշկի, առաջ որ ասե ոտքի ելիր, կարևոր բան ասավ եւ հետեւյալն էր. քու մեղքերդ քեզի ներված է։ Ասիկա կնշանակե, որ Հիսուսի համար ճիշտ է, որ կարևոր էր ֆիզիկական առողջությունը, բայց շատ ավելի կարևոր էր ինչը նաև ներքին առողջությունը։ Որովհետև մեղավոր կյանքը, մեղքը մարդու մեջ ներքին հոգեգան, ըսկացական հիվանդություն է։ Եվ կարևորը այն է, որ նախ այդ վիճակին մենք բժշկվենք։ Հիսուսի համար գետրոնացումը հոն էր, որ ոչ թե միայն ցույց տա իր շուրջիներուն, որ ինք կարողությունը ունի
մեկումը մեղքերը ներելու, որովհետև միայն Աստված կգնա ադիգանել եւ Հիսուս ցույց կտար, որ ինքը մարմին արած Աստվածն է, բայց ատքի անտին Հիսուսի համար կարևոր էր ներքին բժշկությունը։ Անորոմար լավ կհասկանանք Եսայի մարգարեին, երբ որ իր 50-րդ գլուխի մեջ, 5-րդ համարի մեջ այսպես գրեց Հիսուսի համար. բայց ադիգա մեր մեղքերուն համար վիրավորվեցավ եւ մեր անօրենություններուն համար ծեծվեցավ։ Մեր խաղաղության պատիժը անոր վրա եղավ եւ անոր վերքերովը մենք բժշկվեցինք։ Անոր վերքերովը մենք բժշկվեցինք։ Հիմա գսեք եղբայր դիկան, մենք գիտենք, որ թելը բժշկել։ Վերքը ինչպես կնա բժշկել։ Հիսուսի վերքերը ինչպես կնան մեզի բժշկել եւ թերի դեր գործածել։ Հիսուս այդ վերքերը ստացավ իր չարչարակներուն ընդմեջեն եւ այդ վերքերը ստացավ խաչինը եւ այդ վերքերը սկսավ արին հոսել եւ իրականության մեջ այդ իր արյունը դարձավ մեր հիվանդություններուն, մեր ներքին հիվանդություններուն թեր։ Ուրեմն Հիսուսի արյունով մենք կարող ենք մեր ներքին հիվանդություններեն բժշկվել։ Իրական է Հիսուսի համար այն առաքելությունը, որ օրավ այս աշխարհի վրա, որ ամբողջով եկավ ֆիզիկական առաջ նախ ներքին բժշկությունը ստացավ։ Փերին հիմը եւ ասին այսինքն շնչան մեջ բռնվեցավ, ուրեմն պետք է կանգնեցինք։ Ամբողջի մեջ ամենը առաջին քարակոնդել է, ըստ Հիսուս։ Ամեն մարդ գնաց։ Եվ ինչը սա գնոջը կնա այլևս մեղք մի գործեր։ Որովհետև մեղքը մարդու կյանքի մեջ հիվանդություն կբերի։ Մեղքը ունի իր հետևանքները։ Եվ այդ հետևանքները մեր մեջ հիվանդություններ կբերեն։ Ներքին հոգևոր հիվանդություններ կբերեն։ Որոնց համար գարիկը ունենք բժշկվելու։ Եվ Հիսուսի արյունը թեր է, որովհետեւ կարողանանք ոչ թե միայն մեղքեն եկած հետևանքներն բժշկվելու, այլ նաև մեղքեն բժշկվելու։ C.S. Lewis, մեծ պրոֆեսոր անգլիացի, այսպես ասել, Հիսուս չեկավ միայն որովհետեւ վատ մարդիկը, չար մարդիկը բարի փոխարին է, բարի դարձն է, այլ եկավ որովհետեւ մերածը կյանքին է։ Այն ներքին հիվանդությունները, որ մարդ արարածին կմերցնեն, հոգևորապես կմերցնեն, Հիսուս եկավ, որ այդ մեղքով մերած մարդիկը կյանքի կան, որում մեջ ենք նաև ես եւ դու։ Որ մեղքի մեջ մերած էինք եւ Հիսուսի ներկայությամբ այդ մեղքերեն եւ անոր հետևանքներեն կբժշկվի։ Եվ ադիգա է էականը եւ կարևորը։ Աստծո բժշկության միջոցները դարբեր են, քան թե մեր բժշկության միջոցները։ Աստված դարբեր կերպով կբժշկի մարդուն։ Շատ անգամներ կհիվանդանանք, ֆիզիկական հիվանդություն ունենանք եւ բժշկին եւ թեղերում ասենք օգտագործում են եւ գողքին նաեւ գաղութենք։ Կամ կխնդրենք մեր շուրջի մարդոցները, որ մեզի համար աղոթեն եւ ճիշտը գնեն։ Եվ պետք է որ այդպես անենք։ Եվ կգնալենք, որ բժշկվենք։ Շատ անգամներ չենք բժշկվել։
Շատ անգամներ գաղութենք հիվանդներու համար, որովհետև Աստծո խոսքը մեզի այդպես կսե, եւ պետք է որ աղոթենք եւ պիտի աղոթենք հիվանդներու համար։ Բայց ընդհանրապես չենք բժշկել։ Ընդհանրապես Աստծո բժշկության ձևը դարբեր է, քան մեր մտածելակերպը։ Աստված դարբեր ձևեր ունի։ Այն հիվանդություններու մասին, որ գաղութենք մենք, որ գունենանք կամ մեր շուչունները գունենան, ընդհանրապես գգիտնանք, դերմը պամը գծավի, պամը գսկանք եւ այլն։ Գիրեք բժիշկներ կպաստեն, որ գարկ հիվանդություններ գունենանք մենք, որ լուր չենք ունենար, եւ կբժշկվենք եւ նորեն լուր չենք ունենար։ Մեր մեջ կախնի հիվանդություններ կա, որ գունենանք եւ կբժշկվենք։ Առանց մենք տալու։ Շատ հավանաբար Աստծո ցերկն է։ Շատ հավանաբար Աստծո ստեղծած մեր մարմինն է, որ բնական իմուն սիստեմ ունի, որ բնական հիվանդության դեմ պայքարելու զորություն ունի։ Եվ կբժշկվենք առանց մեր գտնալու։ Անգամ դարիներ առաջ ծնողքիս տունը այցելության կացինք, Գիրակի գեսորիներ ճաշեցինք միասին, ճաշեն վերջ սուրճ տրինք սեղանի վրա եւ այլն, եւ սուրճը խմելն ես վերջ բաբաս ոտքի ելավ, որովհետեւ երթավինի կլանա ճաշեն վերջ, գիտեք, հայկական սովորությունը։ Հազիվ ոտքի ելավ, երեսի վրա սեղանի վրա ինգավ, սեղանը ասենք մեկ կողմ քնած սուրճերը տապվեցան եւ ինքը երեսի վրա կեդի գնա։ Հիմա վարյանական իրեն ասենք շտկեցի, կեդին նստեցուցի եւ այլն, 5-10 սեկունդ վերջ ինքզիկին եկավ եւ ամեն բան նորմալ էր։ Անշուշտ վարյանական emergency վերացայների եւ մինչեւ որ emergency կա եւ լավ է որ գիրակի էր շատ խջողում չի գար, արագ եկավ։ Ինքը ասա որ ինձ դեռ մի տան է, ինձ հիվանդանոց մի տան է, ես չեմ ուզում։ Շատ լավ է, մամա չունիմ, հիմա ոտքի ալգերներեմ եւ այլն, ասի ոչ մի տան եմ, մամա մի տան։ Ինչ որ է, եկավ ամբյուլանսը հիվանդանոց կացին եւ դիպանալի մեջ բժիշկերու ցերկը չինաս։ Հոս ցերկոտ կհամբուրես որ քեզի նկարել էքսրեյը դեն CT scan-ն են հոն մետրիչույց ցերկոտ կհամբուրելու իրենք կու ցերկը պոտ կհամբուրել որ երկու քեզի նկարներն են դրամ գա։ Ինչ որ է ամեն տեսակ նկարներն գլուխը նկարեցին CT scan-ին եւ այլն հաջորդ օրը բժիշկը հայ բժիշկը եւ ցավոտ բժիշկը եկավ դիկրանը սավ Համոնում քեզ ասել։ Նախ սա բանակ համը չունի։ Ամեն բան նորմալ է սա։ Ինչ որ եղավ կրնալը գլուխը դարձավ եւ այլն։ Բայց համոնում քեզ ասել սա։ Ինձ էքսրեյը ցույց։ Ասա որ դարիներ առաջ իր գլուխի մեջ ասավ երկու տարբեր ժամանակներում ստրոկ անցուցած է։ Եվ մեծ ստրոկ։ Համը սկսած է գսավ որը եղավ որ չի գծավ խոսի աչքերը Սկսան բղդոր դեստեն, մեկ կողմը պրդվեցավ, ասի ես ինչ որ գիտեմ, իմ ներգայության ասանեն չեն ավագյա։ Իր կողը կացեն, ասանք երել է, գլուխիտ մեջ երկու հատ ստրոկ անցուսել ես։ Ես պամուչունի մսավ, ես զովավորեմ, անակ պամը չեմ եղած եւ այլն եւ այլն։ Բժիշկը գսեք որ նայր գսեք որ երկու մեծ ստրոկներ անցուցած ես։ Եվ պամը չի եղած քեզի։ Ոչ պամը չի եղած։ Հիմա անպայման չեմ գաբել ասիլա որ Աստված ցերկը դրա, բայց գրնա Ալլա։ Որ մեր յանքի մեջ, մեր մարմնի մեջ ինչեր կանցնենք եւ լուր չենք ունենա։ Այս Աստծո բժշկության ծևերեն մեկն է, որ Աստված թույլ չի տա գալու հիվանդություններ մեջտեղ ելնեն։ Մեր մարմնի զորություն կտա, մեր մարմնի իմուն սիստեմ կտա բնական երբով, որովհետեւ մենք կարողանանք մեր մարմինով, մեր մարմնի իմուն սիստեմով բժշկել այն հիվանդությունները, որոնց համար կպայքարենք։ Ասիկա ֆիզիկական բաժին։ Գարմը բարականերում մեջ Աստված քաղտնի հիվանդություններ ծույտ մեջտեղ կհարել։ Ասկե 20-25 տարիներ առաջ մեր ծանոթներեն գինմը բստիկ անապիստությունը ըսկաց եւ բժիշկի գնաց եւ նկարներեն վերջ կրություններեն վերջ մեջտեղ ելավ որ
Ուրեմն category 4 cancer-ի սկիզբն է իր մարմնի մեջ, որ երբեք կապ չունի այն սիմպտոմները, որ ինքը ունենալու։ Շատ մահացու կանսերի մը սկիզբն է եւ մեջտեղը։ Եվ այդ կինը բուժվեցավ եւ այսօր միջև հիմա դակավին գաբրի, որ բժիշկ տեսավ, եթե լուրջ ունենայր, գունյանքը 3-6 ամիս էր։ Եվ այսօր 25 տարի է դակավին գաբրի։ Աստված մեջտեղ անց։ Կարող է բարականներում մեջտեղ անի, այս այլ Աստծո բժշկությունն է։ Այս եկեղեցի մեջ այս շաբթվա մեջ այսպես փորձառություն ավելացել է։ Չէ՞։ Քիչ առաջ աղոթեցինք Պետրոջի համար, որ Աստված կարող է բարականները մեջտեղ կհանի, ավելի վտանգավոր բարականեր մեջտեղ կհանի։ Կարող է բարականեր Աստված ժամանակի ընթացքին կբժշկի։ Ուրիշ բարականեր Աստված չի բժշկեր։ Որքան հիվանդություններով համար աղոթած ենք, որքան հիվանդներով համար աղոթած ենք, եւ վերջում մահվանուրը լսածին։ Աստված չի բժշկեր։ Բայց Աստված շատ բարականերու մեջ, այսպես բարականերու մեջ ավելի խորունը կբժշկի։ Հոգևոր բաժինը կբժշկի։ Ավելի իրականը կբժշկի։ Դեսած եմ այնպես մարդիկ, որ այդ հիվանդության մեջ, այդ ծանր հիվանդության մեջ, որ գիտեն, որ իրենք ուժում չունին, որ գիտեն, որ դեպի մահ երթան, իրենց սիրտը որքան լայն բացած են Աստծո։ Գիտես, երբ որ ամեն բան բնական է քույրակիդ մեջ, սիրտը քիչ մոկոց կա։ Բայց երբ որ նեղությունը կա, դժվարությունը կա, դարաբանքը կա, ցավը կա, մենք ավելի կմոտենանք Աստծո։ Աստված կգործածի շատ բաներ։ Դժվար բանականներ կգործածի, ֆիզիկական հիվանդություններ կգործածի, որովհետեւ իրեն տանեն։ Ով գիտե Աստծո միտքը։ Մեկը կա մեզ որ Աստծո միտքը կհասկանա։ Չենք ասի։ Հիմա ինձ գսեք եղբայրի դրան, ինչու կարող է մարդիկ կբժշկվի եւ ինչու կարող է մարդիկ չեն բժշկվի։ Գիտեք ինչու բանս ասես։ Չեմ գիտեր։ Չեմ գիտեր։ Աստված ինքը գիտե։ Հայրենով լսենք խորհուրդ մարդկանց գամ Աստծո։ Մենք ինչ կմտածենք Աստված ինչին կգամենա։ Չենք գիտեր։ Մեր խորհուրդները եւ Աստծո խորհուրդները շատ հեռու են իրարու։ Եվ այնպես որ Աստված նույն կերպով չի վարվի բոլոր մարդկանց հետ։ Ամեն մեկի հետ տարբեր կերպով կվարվի։ Որովհետեւ Աստված ամեն մեկուն անցյալը, ներկան եւ ապագան գիտե։ Աստված ամեն մեկի սրտի մեջ գիտե ինչ կա եւ ինչի կարիք ունի այս մարդը։ Աստծո նպատակը հոգիի փրկությունն է։ Էական նպատակն է։ Մենք ուզենք այս աշխարհի վրա ամենալավ կյանք ապրել, ամենաերկար կյանք ապրել, ամենաառողջ կյանք ապրել, ամենաուրախ կյանք ապրել։ Բայց Աստված ուզե մեր կյանքին համար հավիտենական կյանք ապրել։ Ճիշտ է որ դողոքա մեր պետք է, ճիշտ է որ գլեցնե մեր կարիքները, բայց շատ անգամ մեր ակնկալության մեջ չընկար մեր պետքերը, որովհետև Աստված իր ցեղը ունի մեր կյանքին համար, որովհետև մենք հավիտենական կյանքի հասնենք։ Բայց կարևորը որ խոնարհենք Աստծո առջև։ Շատ անգամ մեր բաներ որ ուզենք եւ չընդար, շատ բարականեր տեսած եմ ես մարդիկ ավելի գմփոստանան Աստծո։ Ուզածս չես կարող հակառակ կգերավ Աստծո։ Գբայքարին Աստծո։ Աստծո անունը գայր։ Ինչու ուզածս չես կարող։ Ուզածս չես ներդրել։ Աստված գիտե իր գործը, Աստված գիտե իր բնելիքը։ Սրտով կոտրածները կբժշկի ու անոնց խոցերը, վերքերը կփաթթե։ Այսպես կսես Ամոս 147:3։ Այսպես է Աստուծո գործելակերպը, որ Աստված
ցավով մարդուն, վերք ունեցող մարդուն, վերքերը կպատե եւ անոր ցավը դառնա։ Անոր ներքին վերքերը կպատե։ Ամեն վերք ֆիզիկական չէ։ Ամեն վերք քանագե չի կար։ Շատ մեր վերքերը ներքին են։ Մեր սրտին մեջն է։ Անորամարնորեն Սամոս 34-ի մեջ կսե դերը մոտ է անոնց, որոնց սիրտը գոդրած է ու հոգիով խոնարհածները գապեցան։ Սրտով գոդրածներուն դերը մոտ է։ Եվ անոնք խոնարհին իրար չէ։ Աստված անոնց գապեցին։ Սիրտը գոդրված։ Այս ագիվանտությունը, այս ալվերքը, որ մեր մեջ կա, ինչ բաներ կան, որ մեր սիրտը կգոդրեն։ Գորուստը օրինակի համար։ Մեր սիրնիմը գորուստը, ըլադիգա ծնող, ըլադիգա սավակ, ըլադիգա եղբայր, քույր, շատերը դժվար գլան գորուստը։ Աղջիկ մգա եւ դասած, որ քանի մդարին արելա իր ծնողի գործեցուց։ Եվ դարիները իվել այդ սուկի մեջ են։ Չի գնալով գրել այդ գորուստը, որ կյանքի բնական գորուստը։ Եվ ադիգա սրտի մեջը ցավ է եւ դադավանք է։ Շատ անգամներ անհաջող հարաբերություններ, ամուսնական անհաջող հարաբերություններ, ծնողի եւ զավակի անհաջող հարաբերություններ, գործի մեջ անհաջող հարաբերություններ։ Եվ որտուն բաշտոնյա ես եւ գործանել ունիս, որ քեզի գոկտակորձե կամ բարեկամը, ասենք, գոկտակորձե իր բարի լավուն համար։ Այս բոլորը մարդու սրտի մեջ ինչ կբերեն, վեհ կբերեն, որ բժշկության գարիքը կա։ Շատ անգամներ դեպրեսիոն ունենան, հոգեկան եւ հոգեբանական դժվար վիճակներ են անցնում, եւ որ ունենան դժվար բարականեր, դժվար կյանքեր, adender ունենան ամոթ, կյանքի մեջ սխալ բան եղած է մեր կյանքի մեջ, կամ սխալ բան արած է, ամբողջ կյանքերից այդ ամոթողը գալու։ Եվ ադիգա մեր ներքին սրտի մեջ է ցավ է։ Բոլորին արջև կան շնականներ, ժպիտով, խնդուկով եւ այլն, բայց երբ որ դունը մինակ կլավ մեր սենյակի մեջ, առանցին է, այդ ամոթը մեզ հետ կլի։ Պետք ունենք այդ ներքին բժշկությունը։ Աստված բժիշկ է։ Բժիշկները կփորձեն մեր վերքերը, մեր ցավերը, մեր հիվանդությունները բուժել, բայց այդ ներքին այդ ցավերը, այդ ներքին վերքերը միայն Աստված կնա բուժել։ Մեկը թող չսե եղբայր դիքրան ժամանակը կբուժե, ժամանակը չի բուժել, ժամանակը կծածկե։ Բայց երբ որ ադենը մենք կփանաս, դարձյալ այդ վերքը ինչ կլա, դարձյալ արևոք այդ վերքը, չէ բժշկված այդ վերքը։ Գարիքը ունենք այդ մեր վերքերը Աստուծո առջև բերելու, սկսելով ինձ մեկ։ Ես գնային իմ կյանքից, գարմու վերքեր կան, գարմու մարդոցմե վիրավորանք ստացած են։ Ադեներ կբորդկամ, ադեներ կչայնանամ, բայց պետք ունիմ Աստծո բժշկություն, Աստված բժիշկ է։ Ամեն մեկս այդպես է։ Ամեն մեկս եթե արիթը դանք, մեկ հատ փակ սիրտը տեսնենք, ինչեր ունի պատմելու։ Ամեն մեկս մեջ վերք կա, Աստվածային բժշկության գարիքը կա։ Ինչպես կգանք Աստծո այս բժշկությունը ընդունել։ Հավատա, որ ինքը գրնա բժիշկ է։ Հավատ ունեցի, որ Աստված բժիշկ է եւ քո ներքին աշխարհը գրնա բժիշկ է։ Վստահիր իրեն, որ Աստված ուզե ներքին աշխարհը բժիշկ է։ Ադիկա վստահ ենք, որ մեր ներքին աշխարհը մեղքեր եկած հետևանքները, վիրավորանքները, ցավերը եւ տառապանքները Աստված ուզե բժշկել եւ խնդրել իր մեր խոնարհություն։ Աստծո աչքով խոնարհ։ Հավատա, վստահ է եւ խոնարհ, որովհետեւ բժշկությունը ստանաս։ Եվ ասիկայի իր խոստումը,
որ հավիտենական կյանքի մեջ այնտեղ ոչ ցավ կա, ոչ տարաբան կա, ոչ վետ կա, ոչ արիմ կա, ոչ հիվանդություն կա։ Նայեցեք ինչպես է հայտնության մեջ։ Եվ իմ կանոնց աչքերեն բոլոր արդյունքները պիտի սրբեն։ Եվ Ալլահ պիտի ջլա, ոչ սուկ եւ ոչ աղաղակ, եւ ոչ ցավ եւ լասկեր, որովհետեւ առաջվան բաները անցան։ Անոր աթորի վրա կնստելը սա ահա ամեն բաները նոր կը։ Աստուծո կամքն է, որ այդպես ըլլա։ Մեր մեջը բժշկություն ըլլա։ Ասիկա գարտանք հայտություն հովանու 21-րդ գլխին 4-րդ եւ 5-րդ համարների մեջ։ Դերը ուզե մեր ներքին աշխարհը բժշկել։ Գաղութենք եւ դաղութենք մեր ֆիզիկականին համար, բայց ալավին մեր սրտերը մի բանք, որ դերը իր մատը տնե եւ բժշկություն տալիս։ Հիսուսի արյունը թե թույլ տաք, որ այդ արյունեն գաթիներ հոսին մեր ներքին վերքերուն վրա եւ մեզի բժշկեն։ Եվ այնպես Հիսուսի խոսքը գլսենք անգամ եւս որ գսե, ահա ամեն բան նոր է։ Ուզես նորը լատմիակի մեջ։ Ուզես այդ հին հետևակներեն բժշկվի։ Ուզես այդ հին վերքերը, որ կա որ ծածկված են, որտուն կավը լրած ես, կոցած ես, անոնց մե բժշկվիս։ Եկեք այս հաջորդ մեկ-երկու վայրկյանը աղոթքի ժամանակն է։ Թույլ տաք, որ Աստված այցել է մեզ։ Հավատա, որին կրնա բժշկել, վստահիր իրեն, որին կարող է բժշկել, եւ խոնարհությամբ ու սիրտը տված Աստծո առջև։ Ասի լավագույն դերը, ասի Աստծո։ Եկեք խոնարհեցնենք մեր դեպքը։ Ինչ խոնարհած ենք պիտի քաչարենք, որ մեր սրտերը բանակ Աստծո եւ թույլ տանք, որ Աստված այցելե մեզի մեր այդ վերքերեն բժշկել։ Թերևս սրտիդ մեջ կա այդ տեսակի բանականներ, վերքեր, որ ունեցած ես։ Աստծո առջև կեր։ Եվ թող անիկա բժշկի քեզ, ու ներքին աշխարհը բժշկի եւ քեզի նոր մարդ դարձնի։ Ով դեր փառնում է քեզ։ Որտուն հիանալի Աստված ես, որտուն հզոր Աստված ես։ Եվ թող կարողություն ունիս մեր ներքին աշխարհը գալու եւ բժշկելու մեզ երբեր։ Դեր Հիսուս գիտենք, ով դեր որ փու վերքերով մենք կբժշկենք։ Այն բոլոր ցավերեն, տարապանքներեն, վիրավորանքներեն, որ ունեցած ենք մեր կյանքի ընթացքում։ Այն բոլոր հիվանդություններն, որ մեղքի պատճառով մեր մեջ եկած են, ներքին հիվանդությունները, որոնք մեղքի հետևանքներով մեր մեջ եկած են։ Նաև կամոթենք մեր ֆիզիկական դժվարություններով համար, մեր շուրջը գտնվող հիվանդներով համար։ Այս բոլոր բանականերուն համար կամոթենք մեր։ Մեր ներքի աշխարհը ասես, որտուն այցելես, ցեկը դիագարես եւ բժշկես։ Որովհետև դու մեր բժիշկն ես, փառք ես ամեն բանի համար։ Դեր այս գործը, որ կսկսա, շարունակե մեր կյանքի ընթացքը։ Եվ խոստումդ կլսենք, որ լսես, ահա ամեն բան նոր է։ Փառք, բադի եւ նպատություն գվայրի քեզ։ Ամեն։ Ինչ եղբայրը մեզի եղանակը գրվակ է, մեր սիրոնը վերները Աստծո տանք եւ դեր օրհնի բոլորս։
Ինքնական աղոթքով մեր պաշտամունքը վերջացնենք ոտքի վրա ելնելով։ Եվ զորություն եւ փառք հավիտյանս եւ հիմա մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի անհուն շնորհքը, որ Աստծո անպատմելի սերը եւ Հոգին Սուրբո հաղորդակցությունը ու բահաբանությունը ծեր բոլորին հետ ըլլա։ Ամեն։